Այն, որ Գյումրիում դեռ բազում չլուծված խնդիրներ կան, դա միանշանակ է։ Բուլվարային թաղամասի ճանապարհների քարուքանդ վիճակին ծանոթ են բոլորը, թե խորհրդարանական, թե նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր թեկնածուները այս թաղամասում եղել են։ Խոստումներ տվել, որ կբարեկարգեն, սակայն դրանք թողել են թղթին գրված։ Քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանն եւս մտահոգված է խնդրով, ընտրվելու դեպքում հաստատ խնդիրը կլուծի։ Ընտրվելու դեպքում միանշանակ խոսք եմ տալիս, որ առաջի խնդիրը ձեզ համար լուծելու դիլինի այդ ճանապարհը։ Հաստատ միանշանակ։ Մեկ տարվա ընթացքում խոսք կտամ, որ այս ճանապարհը լուծված կլինի։ Այս խնդիրը լուծված կլինի։ Ինքը ինչ-որ ես իմ մայլի մասին կմտածեմ, այդպես էլ ինքը մայլի մասին կմտածեմ։ Թեկնածուն առաջարկել է, մենք իր ասածը, եթե հիմա ինչ-որ խոստացավ, եթե անի բոլորս միացայն կընտրենք։ Քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանը խոստումներ չի տալիս։ Նա այս թաղամասում ներկայանալու խնդիր չունի։ Ապացույցն էլ ընտրազանգվածի հետ հանդիպումն ու մտերմիկ զրույցներ։ Հովսեփ Սիմոնյանը ասում է կարևորը այս քաղաքը ճիշտ ղեկավարելն է։ Այսօր բոլորն էլ լավ բաներից են խոսելու։ Չկա մարդ, որ կա ներկայանաց էզի ու լավ բաների չխոսա։ Բոլորն էլ ներկայացնելու են լավ քաղաք են դարձնելու, ոսկե քաղաք են դարձնելու, բայց այդպես չի։ Ցանկացած ծրագիր իրականություն կդառնա, երբ որ նորմալ մարդ կընտրվի։ Այո, իսկապես քաղաքին անհրաժեշտ է մի մարդ, ով կընտրվի արժանապատիվ ձևով, առանց ընտրակաշառք բաժանելու կամ այլ միջոցների դիմելու։ Եթե մարդը բաժանում է, ինքը ինչ-որ ակնկալիքներ ունի, հենց այնպես որևէ բան, որևէ մեկը չի անելու։ Իմ խնդրանքն է, որ դուք բոլորին լսեք, բոլորին խորքի մեջը ճանաչեք, գնաք անպայման ընտրությունների, որովհետև ձեր հիասթափությամբ, ձեր չգնալով հաստատ հնարավորություն եք տալիս ընտրվելու այն մարդկանց, ովքեր որ այս իրավիճակը ստեղծել են։